Ձեր անունը կասեք, ձեր անունը։ Սուրան Մանոկյան։ Առհասարակ ինչ կարծիք ունեք ջահերով երթի մասին, պետք են նման միջոցառումները որպեսզի լինեն։ Ինչու։ Որովհետև ջահերով երթին նա թորանաս առաջի անգամ ես բերել եմ այսօր իրան 12 տարեկան, որպես շատ հետաքրքրեց, ասի գնացի կտեսնեք ինչ բանով ջահերը, բացատրեցի ինչ է սա, ինչի խորհուրդ է և ինչ է բերելու հայ ժողովրդին։ Եվ ինձ թվում է ընդունեց և գոնե մի թեթև կայց արդեն ընկավ իր կրծքում և հասկացա, որ հայերը պետք է այս ամբողջը և հեն միաձուլվեն, տեսնում եք, եթե բռունցքը մատները սենց է, ոչ մի բանի չենք, ասում բռունցք և որ սարքեցիք, հայ ժողովրդը ամեն ինչ քաշել, ես կյանքում շատ բան եմ տեսել, շատ բան գիտեմ, ես կարծում եմ, որ մենք միասնությամբ կջախջախենք, կջարդենք բոլոր թշնամիներին, թե ներքի, թե արտաքին։ Դուք ամեն տարի մասնակցում եք ջահերով երթին։ Այո, ես առաջ մինչև գնում եք ծերնակապետ։ Հիմա քանի որ ոտքը մեծացել եմ, ոտքը սալմա, ես ստեղերի որ շարժում են չեմ եմ մասնակցում։ Այսինքն չեմ գնում ասում ծերնակապետ, որ դժվար է։ Տարիքյան եմ է։ Իսկ առհասարակ հավատում եք, որ թուրքերի հետ խաղաղության հասնել հնարավոր է։ Գիտեք, իմ կյանքի փորձը ցույց է տալիս, ասում հարևանից հետ ընկերությունն արա, բայց գավազանը ձեռքից է բաց թող։ Հիմա մենք սրանք Նիկոլա իր մարդկանցով ասում է չէ մենք խաղաղ ենք առանց տկլոտ։ Թագավորը որ մեկ եղավ, ոնց կարող է նա պայքարի։ Պետք է հանգնված միշտ գավազաններ ձեռքին, երբ որ փորձեն իրեն վնասել, նա կարող է գավազանում հարվածել։ Մենք պետք է այդ դևիզը միշտ պաշտպանենք, ունենք մենք փոքր ազգ ենք, մեծ սերտով բայց։ Տեսեք, այս դեպքում ինչու է Փաշինյանը ամեն անգամ փորձում կասկածի տակ դնել հայոց ցեղասպանության իսկությունը։ Որն է նպատակը։ Կներեք, ինքը ինչը կասկածի տակ չի դրել։ Կասեք մի բան, որ ինքը կասկածի տակ չի դրել։ Կա տենց բան։ Մի բան ասեք, որ կասկածի տակ ցեղասպանությունը կասկածի տակ դրեց, 5000 մարդու սպանությունը կասկածի տակ է դնում, 12000 վիրավորի եղածը կասկածի տակ է դնում։ Ինչ է արել вообще ինքը մանկապարտեզում երկու դպրոցա վերանորոգել կամ անորակ ասֆալտա սարքել։ Ես չէ որ լավ գիտեմ այս կյանքի, ես ինքս ղեկավարել եմ, լավ գիտեմ թե ինչ է նշանակում դա։ Մեզ պետք չի տես ղեկավար։